Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ ընդհանուր կենսաբանության, կենսաքիմիա բաժնի օրգանական նյութերի շարքում գտնվող լիպիդներ թեման։ Այսօր խոսելու ենք լիպիդների կառուցվածքի, հատկությունների և կատարած գործառույթների մասին։ Լիպիդների մեջ մտնում են ճարպերը և ճարպանման միացությունները, և լիպիդները հիդրոֆոբ նյութեր են, չեն լուծվում ջրում, լուծվում են ավելի փոքր բևեռայնություն ունեցող լուծիչներում։ Լիպիդները մեր օրգանիզմի 4 զանգվածի 5-ից 15% են կազմում, սակայն պետք է նշեմ, որ ճարպային լուծվածքները կարող են մինչև անգամ 90% լիպիդներ պարունակել։ Լիպիդները կազմված են սպիրտից և ճարպաթթուներից, սակայն կարող են իրենց բաղադրության մեջ պարունակել այլ բաղադրիչներ, օրինակ ֆոսֆորական թթվի մնացող, ազոտական հիմքեր, ածխաջրեր, առաջացնելով բարդ լիպիդներ։ Եթե ավելի խիստ բնորոշենք այս նյութերին, ապա կասենք, որ սրանք բիֆիլ են կամ ամֆիֆիլ են, այսինքն գործառույթները կարող են կատարել տարբեր ֆազերի բաժանման սահմաններում, օրինակ, գիտենք սպիրտները հիդրոֆիլ նյութեր են, իսկ ճարպաթթուները հիդրոֆոբ։ Լիպիդները դասակարգվում են որպես պարզ, բարդ լիպիդների և լիպիդային ածանցյալների, և նշեմ, որ օճառացվող են կոչվում այն լիպիդները, որոնք հիմնային և թթվային միջավայրում հիդրոլիզվելով առաջացնում են կարբոնաթթվային աղեր, և սրանց բարձրամոլեկուլյար ձևերը, որպես կանոն, կարող են առաջացնել օճառներ, իսկ չօճառացվողները դրանք չեն հիդրոլիզվում։ Նշեմ, որ պարզ լիպիդների շարքին են պատկանում մոմերը, որոնք մտնում են մեղրամոմի բաղադրության մեջ, ինչպես նաև սրանցով հարուստ է թռչունների փետուրները, և պարզ լիպիդների շարքին են պատկանում ճարպերը։ Իսկ բարդ լիպիդների մեջ են մտնում գլյուկոլիպիդները, սֆինգոլիպիդները և ֆոսֆոլիպիդները։ Շատ կարևոր խումբ են լիպիդների համարվում ստերինները և տերպենները, և հիմա առանձնացնենք սրանցից յուրաքանչյուրը, որպեսզի ավելի լավ պատկերացնենք։ Պարզ լիպիդների շարքին են պատկանում, ինչպես նշեցինք, ճարպերը, սրանք կազմված են եռատոմանիստ գլիցերինից և ճարպաթթուներից։ Ճարպաթթուները իրենց հերթին բաժանվում են հագեցած և չհագեցած ճարպաթթուների, հագեցած ճարպաթթուներով հարուստ է մեր ենթամաշկային ճարպային վիճանքը, որպես կանոն հագեցած ճարպաթթուները դրանք կենդանական ճարպերն են և պինդ վիճակում են հանդես գալիս, իհարկե բացառություն է կազմում ձկան թիվը։ Սրանց շարքին են պատկանում պալմիձինաթթուն և ստեարինաթթուն, իսկ չհագեցած ճարպերը դրանք հիմնականում հեղուկ միացություններ են և բուսական յուղերն են պարունակում չհագեցած ճարպեր, իհարկե բացառություն են կազմում կոկոսի յուղը։ Սրանց շարքին են պատկանում օլեինաթթուն, արախիդոնաթթուն, լինոլաթթուն և վինոլոնաթթուն։ Հագեցած ճարպերը չեն պարունակում կրկնակի կապեր, իսկ չհագեցածները պարունակում են կրկնակի կապեր։ Հագեցած ճարպաթթուներից պալմիձինաթթուն բավականին շատ է կարիոկար բույսի սերմերի և պտուղների պտղամսի բաղադրության մեջ, ծիրանի կորիզներում, բաոբաբ ծառի յուղի մեջ, արմավենու յուղի մեջ, և պալմիձինաթթվի ծելոբազ ֆերմենտի մասնակցությամբ կարող է սինթեզվել ստեարինաթթուն, որով հարուստ է խոզի ճարպը և դաղան ճարպը։ Չհագեցած ճարպաթթուներից են օլեինաթթուն, որը մտնում է ձիթապտղի յուղի բաղադրության մեջ, արախիդոնաթթուն, որը մտնում է գլխուղեղի, մկանների և լյարդի բաղադրության մեջ, և լինոլենաթթուն և լինոլաթթուն անփոխարինելի ճարպաթթուներ են, որոնք միայն սննդով են անցնում մակրոօրգանիզմ։ Կարևոր դեր են խաղում միտոքոնդրիաների քաղաքների առաջացման գործընթացում, ինչպես նաև արտաքին բազմացման օրգաններում։ Պայմանականորեն սրանց կարող ենք մենք առանձնացնել վիտամին E-ի կարգի մեջ։ Բարդ լիպիդները, որպես կանոն, բացի սպիրտներից և ճարպաթթուներից, նաև այլ բաղադրիչներ են պարունակում, օրինակ գլյուկոլիպիդները պարունակում են ածխաջրեր։ Առանձնացնենք ցերեբրոզիտը, որը մտնում է գլխուղեղի սպիտակ նյութի բաղադրության մեջ, և այն իր բաղադրության մեջ պարունակում է գալակտոզը։ Իսկ գանգլիոզիտը առկա է գորշ նյութի բաղադրության մեջ գլխուղեղի, և այստեղ պարունակության մեջ մտնում է գալակտոզը և գլյուկոզը։ Հաջորդը ֆոսֆոլիպիդներն են, որոնք բավականին մեծ խումբ են կազմում, օրինակ ֆոսֆատիդիլէթանոլամինը, որը մտնում է ուղեղի բաղադրության մեջ, ֆոսֆատիդիլսերինը, սերինամինաթթվի մնացորդ է հանդիսանում, սֆինգոֆոսֆոլիպիդները, որոնք մտնում են նեյրոնների միելինային թաղանթի բաղադրության մեջ, և իհարկե ֆոսֆատիդիլխոլինն ու լիզոֆոսֆատիդիլխոլինը։
Այս երկու նյութերը մտնում են բջջաթաղանթի բաղադրության մեջ, ֆոսֆատիդիլխոլինը ձվի դեղնություն է բավականին շատ, եւ նշեմ, որ լիզոֆոսֆատիդիլխոլինը որպես կանոն ապահովում է նյութափոխանակությունը բջջաթաղանթի, եւ սրա բարձր կպությունը կարող է բերել թաղանթալույծ ազդեցության։ Սա իջեցնում է ֆոսֆոլիպազների ակտիվությունը, բերում թաղանթների նորոգմանը, եւ օծի թույնը, որտեղ բավականին շատ է ֆոսֆոլիպազ ֆերմենտը, կարող է բերել թաղանթի ֆոսֆատիդիլխոլինի վերածման լիզոֆոսֆատիդիլխոլինի եւ արդյունքում էրիթրոցիտների թաղանթները կլուծվեն։ Անցնենք հաջորդին, ֆոսֆոլիպիդները ջրի հետ փոխազդելով կարող են առաջացնել միցելներ, լիպիդային երկշերտ եւ լիպոսոմներ։ Միցելները պարունակում են մեկ կարբոնաթթվային պոչիկ եւ իհարկե գլխիկ գլիցերին, ուրեմն եռատոմանի սպիրտ գլիցերինից կազմված, իսկ երկշերտ լիպիդները, լիպիդային երկշերտները, որոնք կազմում են մեր բջջաթաղանթի կարևոր բաղադրամասը, կազմված են երկու կարբոնաթթվային պոչիկներից եւ իհարկե գլխիկից հիդրոֆիլ։ Նշել, որ մեր բջջաթաղանթի լիպիդային երկշերտում կարող են առանձնացնել ոչ միայն ֆոսֆոլիպիդներ, այլ նաև գլիկոլիպիդներ, ինչպես նաև խոլեստերին։ Ֆոսֆոլիպիդներից առկա են սֆինգոմիելինը, ինչպես նաև ֆոսֆատիդիլխոլինը, խոլեստերինը, ֆոսֆատիդիլսերինը եւ ֆոսֆատիդիլէթանոլամինը։ Եվ նշեմ, որ ջրի հետ փոխազդելով կարող է առաջացնել լիպոսոմներ, սրանք ջրով կարելի ասել ջրով առանձնացված որոշակի տշտիկներ են իրենցից ներկայացնում, երկշերտ, ուրեմն ֆոսֆոլիպիդների առկայությամբ։ Հաջորդ կարևոր խումբը ստերիններն են, որոնց մեջ մտնում է խոլեստերինը, եւ խոլեստերինը մասնակցում է լեղաթթվի, վիտամին D3-ի եւ ստերոիդ հորմոնների սինթեզին։ Խոլեստերինը, ինչպես նկատեցիք, մտնում է բջջաթաղանթի կառուցվածքի մեջ, առաջացնում է լիպիդային երկշերտը եւ խոլեստերոլը կամ նույնիսկ խոլեստերինը ազդում է լիպիդային երկշերտի մատուցության վրա։ Լեղաթթուն մտնում է կամ նույնիսկ խոլաթթուն մտնում է լեղու բաղադրության մեջ, իսկ վիտամին D3-ը առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներկայությամբ։ Ստերոիդ հորմոնների շարքին են պատկանում մակերիկամների կեղևային շերտում արտադրված հորմոնները, ինչպես նաև սեռական հորմոնները։ Նշեմ սրանցից յուրաքանչյուրի մասին, ակիրճ ստերոիդ հորմոնների շարքին են պատկանում, ինչպես նշեցինք, մակերիկամի կեղևային շերտը եւ սեռական հորմոնները։ Մակերիկամի կեղևային շերտում արտադրվում են հետևյալ հորմոնները՝ կորտիզոլ, որը գլյուկոկորտիկոիդ հորմոն է, այն ունի անոթասեղմիչ ածխաջրերի փոխանակության կարգավորման գործառույթ եւ սրա սինթեզը խթանում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը, որին կանդրադառնանք հաջորդ էջում, ինչպես նաև ալդոստերոնը, որը միներալոկորտիկոստերոիդ հորմոն է եւ ինչպես անվանումից կռահեցիք, նատրիումի իոնների եւ ջրի հետ ներծծմանն է նպաստում։ Սեռական հորմոնների շարքին են պատկանում անդրոգենները, որոնք արական սեռական հորմոններ են եւ շարքի մեջ մտնում է տեստոստերոնը, անդրոստերոնը եւ իհարկե իշխական սեռական հորմոնները, որոնց շարքի մեջ մտնում են էստրոգենները, էստրադիոլ, էստրամեստիոն եւ էստագենը։ Իհարկե ավելի ուշ հաջորդ դասընթացներում, որտեղ ավելի խորը հորմոնների մասին կխոսենք, կներկայացնենք սրանցից յուրաքանչյուրի մասին, իսկ այսօր մեր դասընթացը վերաբերում էր զուտ լիպիդ պարունակող, ուրեմն ընդհանրապես լիպիդային միացություններին եւ նշեմ, որ հորմոնների մեծ մասը սպիտակուցային միացություններ են, բացառությամբ մակերիկամի կեղևային շերտի եւ սեռական հորմոնների։ Նաեւ ներկայացնեմ, թե ինչպես են սինթեզվում, ինչպես է խթանվում սրանց սինթեզը գոնադոլիբերին հորմոնի կամ գոնադոտրոպ ռելիզինգ կոչվող հորմոնի միջոցով է խթանվում, որը սինթեզվում է հիպոթալամուսում կամ կենտրատեսաթմբում, այն խթանում է գոնադոտրոպ հորմոնի արտադրությունը, որը սինթեզվում է հիպոֆիզում կամ մակուղեղում եւ հետագայում արդեն գոնադոտրոպի շնորհիվ խթանվում է սեռական հորմոնների եւ մակերիկամի հորմոնների արտադրությունը։
Նաև ներկայացնեմ դրանց տեղադրվածությունը, ստորին գլխուղեղի ստորին մասում գտնվում է մակուղեղը կամ հիպոֆիզը և գլխուղեղում է գտնվում ենթատեսակցողը կամ հիպոթալամուսը, մակ երիկամները գտնվում են երիկամի վերին հատվածում, առաջացնելով գլխարկանման էացություններ, սրանք մերզատական գեղձեր են, և իհարկե ծվարանները և սերմնարանները, որոնք որպես կանոն սեռական գեղձեր են։ Իհարկե սրանց կառուցվածքին ավելի խորը կանդրադառնանք, երբ խոսենք ուրեմն ներզատական և հետագայում արդեն խաղը գեղձերի մասին։ Նշեմ տերպենների մասին, տերպենները դրանց շարքին են պատկանում կարոտինոիդները տետրատերպեն են և սրանք որպես կանոն մտնում են բույսերի բաղադրության մեջ, օրինակ գազարի մեջ բավականին շատ է պրովիտամին A, որը մտնում է կարոտինոիդների մեջ և մեր օրգանիզմում այն կարող է սինթեզել վիտամին A, ինչպես նաև լիմոնեն, որը մտնում է կիտրոնազուլի բաղադրության մեջ և սրա լրիվ վերականգնումից առաջանում է ձեզ շատ ծանոթ մենթոլը։ Եթե մենք ամբողջացնենք այս բոլոր գիտելիքները, որը տվյալ պահին մենք ներկայացրեցինք միասին, ապա ուրեմն կբաժանենք գործառույթները լիպիդների հետևյալ խմբերի՝ ջերմամեկուսիչ, ենթամաշկային ճարպային մեխանիկական պաշտպանություն ապահովող պաշտպանական ֆունկցիան լիպիդների, որը կատարում է որովայնային ճարպը պաշտպանելով մեր ներքին օրգանները վնասվածքներից, լիպիդը նաև հանդիսանում է ջրի աղբյուր, մեծ քանակությամբ ջուր է առաջանում և ջուր է առաջացնում, ինչպես նաև ունի պաշարային գործառույթ, կառուցողական շատ կարևոր գործառույթ, մտնում է բջջաթաղանթի կառուցվածքի մեջ առաջացնելով լիպիդային երկշերտը և իհարկե շատ կարևոր էներգետիկ գործառույթը, ծաղկավորվելով առաջացնում է 1 գրամ ճարպից 2 անգամ ավել էներգիա, քան սպիտակուցների և ածխաջրերի ճեղքավորման ժամանակ։ Հուսով եմ հավանեցիք դասը և ձեզ համար ոչ միայն իմացած նյութեր, այլ նաև բավականին շատ յուրացումներ կատարեցիք ձեր իմացածի գիտելիքների վրա, և եթե չեք միացել մեր խմբին, խնդրում եմ ձեզ սեղմեք զանգակը, միացեք մեզ, որպեսզի ավելի շատ տեսադասեր կարողանաք ունկնդրել և միասին կարողանանք հաղթահարել բուխի ընդունելության բարդ գործընթացը։ Շնորհակալություն։